Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կառավարության Հայոց ցեղասպանության նախագիծն ընդունելու վերաբերյալ որոշումը։ Իսրայելի կառավարությունը փորձում է թաքցնել իր սեփական հանցագործությունները 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ քաղաքական որոշում կայացնելով։ Իսրայելի որոշումը քաղաքական բնույթ ունի եւ անտեսում է պատմական եւ իրավական փաստերը, պնդել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Անկարան նաեւ կարծում է, որ այս քայլը ընդգծում է այն իրավիճակը, որում Նեթանյահուն եւ մյուս իսրայելցի պաշտոնյաները հայտնվել են Գազայի հատվածում իրենց գործողությունների վերաբերյալ միջազգային իրավական գործընթացների ֆոնին։ Թուրքիան մտադիր է կանգնեցնել Իսրայելի քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանը ապակայունացնելուն եւ պատասխանատվության ենթարկել պաղեստինցի քաղաքացիների դեմ հանցագործություններ կատարողներին։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը ներկայացրել էր բանաձև ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։ Երեք տեղի ունեցած նիստի ընթացքում նա հայտարարել էր. «Երբեք ուշ չէ ճիշտ գործել»։ Նրա հետ համաձայնել էր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ հաստատել, որ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:15-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի Վեդիի վարչական տարածքում Չանգան Մակնիշի ավտոմեքենայում դիկա։ Ավելի ուշ պարզվել է, որ վարորդը ազգային ժողովի նախկին падգամավոր, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանն է եղել, ով նախնական տեղեկություններով ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Գագիկ Ստամբուլցյանն առողջապահության նախարար է եղել 1997-98 թվականներին։ Նա Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ էր։ Ստամբուլցյանը ծնվել էր 1957 թվականին։ Հունիսի 28-ին պայթյուն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի տներից մեկում հզոր պայթյուն է եղել եւ կա զոհ։ Նշված հասցեում հայտնաբերվել է 51-ամյա տղամարդու դի։ Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը նռնակը պայթեցնելու միջոցով վերջ է տվել իր կյանքին։ ԱՄՆ-ն եւ Իրանը համաձայնության են եկել դադարեցնել փոխադարձարվածները եւ երեքշաբթի բանակցություններ անցկացնել Կատարում, հաղորդել է Axios-ը հղումանելով ԱՄՆ պաշտոնյաներին։ ԱՄՆ զինված ուժերի եւ Իրանի Իսլամական հեղափոխական պահապանների կորպուսի միջև Հորմուզի նեղուցով նավագնացության համակարգման համար հաղորդակցության ուղիղ դեռևս չի ակտիվացել։ Միևնույն ժամանակ երկու կողմերը շարունակում են պարբերաբար փոխանակել հարվածներ եւ միմյանց մեղադրել լարվածության ու սրման համար։ Հետևաբար պարզ չէ, թե արդյոք երկրների տեխնիկական խմբերի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Շվեյցարիայում հունիսի 30-ին, թե ոչ, նշել է պարբերականը։ Թեհրանը զգուշացրել է, որ ավելի կոշտ կարձագանքի Միացյալ Նահանգների հրադադարի շարունակական խախտումներին։ Իրանը վճռականորեն կարձագանքի թշնամու ցանկացած գործողության եւ հրադադարի յուրաքանչյուր խախտում կարժանանա ավելի կոշտ պատասխանի։ Իրանական CNN հեռուստաալիքին ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի խոսնակ Մոհեբին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակին։ Այս հարցում ցանկացած միջամտություն, նավարկության կարգեր ստեղծելու ցանկացած փորձ կբարդացնի իրավիճակը եւ կհետաձգի Հորմուզի նեղուցի բացման գործընթացը, ինչպես նաեւ կուժեղացնի լարվածությունը։ Իրաքցի գործընկեր Ֆուադ Հուսեյնի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արաղչին. Իսրայելը եւ Լիբանանը հայտարարել են երկարատև հակամարտությունը պաշտոնապես դադարեցնելու եւ համապարփակ խաղաղության պայմանագրի նախապատրաստման մեկնարկի մտադրության մասին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսրայելի եւ Լիբանանի դեսպանների հետ միասին հայտարարել է շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին, որը բնութագրվել է որպես խաղաղության առաջին քայլ Լիբանանյան Հեզբոլլա զինյալ խմբավորման եւ Իսրայելի միջև ամիսներ տևած հակամարտությունից հետո։ Պաշտոնյաները դեռևս չեն բացահայտել համաձայնագրի մանրամասները։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բենգվիրը Լիբանանի հետ կնքված համաձայնագիրը անվանել է պատմական սխալ։ Մեջբերում Լիբանանի հետ կնքված համաձայնագիրը պատմական սխալ է, սարսափելի բաց թողնված հնարավորություն եւ ողբերգություն ապագա սերունդների համար, Telegram-յան իր էջում գրել է Բենգվիրը։ Վերջին օրերին Եվրոպայում գրանցվել է պատմական շոկ։ Սահմանվել են մի շարք ջերմաստիճանային ռեկորդներ։ Գերմանիայում +41 աստիճան Ցելսիուս է, սահմանվել է օդի առավելագույն ջերմաստիճանի նոր բացարձակ ազգային ռեկորդ։ Չեխիայում Դոքսանի օդերևութաբանական կայանում գրանցվել է երկրի նոր բացարձակ ազգային ջերմաստիճանային ռեկորդ +40 աստիճան Ցելսիուս։ Դանիայի Բելդրինգ քաղաքում սահմանվել է +36 աստիճան Ցելսիուս։ Բացի այդ, հունիս ամսվա պատմական ջերմաստիճանային ռեկորդներ են սահմանվել նաև Ֆրանսիայում, Շվեյցարիայում
Շվեյցարիայում, իսկ Մեծ Բրիտանիայում 3 օր անընդմեջ։ Շոկի ալիքի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասնում է մի քանի հարյուրի։ Հաղորդում է նաև, որ ծայրահեղ բարձր ջերմաստիճանների պատճառով սատկել են միլիոնավոր գյուղատնտեսական կենդանիներ։